Կարող ես կողքինիդ ասել, որ Աստված ազատագրող է։ Ամեն։ Աստված, այն Աստված, որին դու հավատում ես, պաշտում ես, երկրպագում ես, ինքը ազատագրող Աստված է, ամեն։ Փառք Տիրոջը։ Մի քանի տարի առաջ մի անձնավորության հետ էի խոսում, այդ Ամերիկայի ծառայություններից էր ինձ պատմում, ասում էր ազատագրման ծառայություն կա, եղբայր։ Ես այդ ազատագրվել բառը սիրում եմ, որտեղ կյանքիս մեջ շատ անգամներ ազատագրվել եմ ու գիտեմ դա ինչ է։ Եվ գիտես, ասեց, այսպես է ձևը, պետք է գնաս, կյանքդ իրանց պատմես ու կազատագրվես։ Գիտես, մեր Աստվածը ինքը ազատագրող Աստված է։ Բժշկական, եթե մենք նայենք, մեր Աստվածը ինքը նման է վիրահատություն անողի։ Մեր Աստվածը ինքը նման չէ, որ նայի, չգիտեմ, քո մեղքերի, քո կեղտերի մեջ վիրուսներին նայի, չգիտեմ ինչ անի, քո անցյալից ինչ որ բաներ բերես, մեջ բերես, որ բժշկվես։ Աստծո առաջ որ գալիս ես, ինքը ազատագրում է, ամեն։ Ասա իմ Աստվածը ազատագրող Աստված է։ Իմ Աստծուն հետաքրքիր չէ իմ կյանքի անցյալի կեղտերը, մեղքերը, ընկած վիճակները։ Իմ Աստվածը հենց հանդիպում է ունենում, ինքը չի նայում ես կեղտոտ եմ, թե ցեխոտ եմ, ինքը նայում է ես ազատագրվելու կարիք ունեմ։ Ես սիրում եմ ազատագրվել բառը, որովհետև սա այն կարևոր երևույթն է, որ ես ու դու մենք պետք է ժամանակ առ ժամանակ ապրենք։ Ամեն։ Եվ այսօր թող իրականում քեզ համար ազատագրման օր լինի, սիրելիս։ Երբ որ Աստված գալիս է, իրան չի հետաքրքրում քո սխալները, ինքն ուզում է, որ դու բժշկվես եւ այլևս դա չանես։ Մի օր մի հատ կույր կար եւ Հիսուսը որոշեց այս կույրին բժշկել։ Աշակերտները ուրիշ ձև էին մտածում։ Աշակերտներն ասեցին՝ «Տեր, ով է մեղավոր, որ ինքը այս վիճակում է։ Ծնողներն են մեղավոր, ով է մեղավոր, ազգականներն են մեղավոր, ինչն է պատճառը։ Մի հատ իր անցյալը ուսումնասիրենք, հայտնություն առնենք»։ Գիտես, Հիսուսն ասեց, ոչ մեկ էլ մեղավոր չէ, սա Աստծո փառքի համար է։ Դու որ ազատագրվում ես, դա Աստծո փառքի համար է, ամեն։ Երբ որ ինքը գալիս է քեզ ազատագրում է, դու ում տեսնում ես, ասում ես, փառք Տիրոջը, ես ազատագրվա։ Մեր Աստվածը գալիս է իր խոսքով, որ կտրում է, սրբում է, մաքրում է եւ ազատագրում է։ Սիրելիս, Աստված կամք ունի եւ իր կամքը միանշանակ այն է, որ դու գերի չլինես։ Եվ գիտես, ես իմ կյանքից, երբ որ նայում եմ դրվագներ, երբ որ իրականում ազատագրվել եմ, այլևս այդ սխալը չեմ արել։ Ոչ թե որ ես մտածել եմ, պատկերացրել եմ, թե ազատագրվա, այլ իրականում ազատագրվել եմ, այլևս այդ սխալը չեմ արել, որովհետև ազատագրում նշանակում է կյանքը փոխվել, ամեն ինչ փոխվել։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ, դեռ այստեղը շատ փոքր էր, այն անկյունում մի գիշեր, որ երբ որ Աշոտ եղբոր հետ խոսում ենք եւ ինքը ծառայում էր, իրականում ազատագրում տեղի ունեցավ եւ դրանից հետո ամբողջությամբ ամեն ինչ փոխվեց։ Եվ այսպես դրվագներ կա իմ կյանքից, որ ես կարող եմ օրինակներ բերեմ, որ գիտես, ես հասկացա, որ Աստված եկավ, որ ազատի։ Աստված եկավ, որ այլևս նույնը չլինի, Աստված եկավ, որ փոփոխություն կա։ Դրա համար սիրելիս, երբ որ եկեղեցի ես գալիս, լավ ես անում, բայց որոշի, ես գնում եմ ազատագրվելու, ամեն։ Որ այստեղից որ գնացի, այլևս այդ միտքը ինձ չի նեղացնելու, այլևս այդ ցավը իմ մեջ չի լինելու, այդ տկարությունը ինձ չի նեղացնելու, որովհետև ես ազատագրվում եմ, ամեն։ Աստված օրհնի քեզ, ես հավատում եմ, որ դու ժամանակ առ ժամանակ զգացել ես ազատագրվելու զորությունը, այն բերկրանքը քաղցրությունը, որ դու հասկանում ես։ Գիտես, Տերը երբ որ ազատագրում է, ինքը ասում է գնա, բայց դու չես գնում այլևս։ Աստծոն ասում է, գիտես ինչ, երբ որ մի հատ շնացող անձնավորության կնոջ բերել էին Հիսուսի մոտ, եւ Հիսուսը իրան ներեց, եւ գիտես ինչ խոսք ասեց գնա, այլևս մեղք մի գործի։ Գիտես, այդ անձնավորությունը չկարողացավ գնալ, ինքը մնաց Հիսուսի մոտ, որտեվ ազատագրվել էր, որտեվ հին կյանք այլևս չկար։ Այսօր սիրելիս, աղոթի եւ ասա, Տեր, ես ուզում եմ իրականում քեզ ճանաչեմ որպես ազատագրող։ Փառք Տիրոջը, գիտես, շատ ենք լսել, չէ՞ մենք տեսիլք, որ տեսիլք պետք է ունենանք, ով է լսել այստեղ տեսիլք, հոգևոր խոսք է,
Տեսիլք, ինչ է նշանակում տեսիլքը։ Ես հավատացյալների հետ շփվելով այս վերջերս մի բան եմ հայտնաբերել, որ շատ անգամ մենք հավատացյալներս տեսիլքը խառնում ենք երազելու հետ։ Մենք մտածում ենք, որ մի բան, որ մենք երազում ենք, դա տեսիլք է, չգիտեմ, երազում ասում ես դուրս ելնեմ, փող գտնեմ, չէ, չգիտեմ, այս մի հատ լավ, հետաքրքիր առաջարկ լինի, գործս փոխվի, աշխատանքիս վայրում որոշակի առաջընթաց ունենամ ու երազում ես այսպես, երազում ես, ու մտածում ես գուցե դա տեսիլք է, եղբայրներն ասել են տեսիլքը լավ բան է։ Սերիս երազանքը տեսիլքի հետ կապ չունեցող բան է։ Սա սատանայի սուտն է, որ կարող է մարդուն խաբի։ Ուզում եմ քեզ ասեմ, ինչպես տարբերես երազանքը տեսիլքից։ Երազանքի հեղինակը դու ես, տեսիլքի հեղինակն Աստված է։ Եթե մի բան Աստված քեզ ասում է, ինքն է դրա հեղինակը, սա տեսիլք է։ Եթե մի բան դու հորինում ու մոգունում ես, անունը տեսիլք ես դնում, դա տեսիլք չէ։ Կերազես, կխոսես դրա մասին, մի օր էլ կասես, այ քեզ բան, տեսիլքս չիրականացավ։ Չկա այդպիսի տեսիլք, որ չիրականանա։ Ես քո տեղն եղնեի, կասեի ամեն։ Այսինքն չկա այդպիսի մի խոսք, որ Աստված ասի ու չլինի։ Չի կարող այդպես լինի։ Աստծո խոսքը ինքը այնքան զորավոր է, որ երբ որ Աստված ասում է, դա լինում է։ Դրա համար այսօրվա պատգամը թող քո մեջ այսպես հիշվի, որն է տեսիլքը եւ որն է երազանքը։ Այսօր բոլոր երազանքներից եկեք հրաժարվենք, ամեն։ Մենք երազողներ չենք, մենք տեսիլք ունեցող մարդիկ ենք, ամեն։ Այնչի որ մենք նստենք, մտածենք, ինչ պետք է լինի եւ գնանք այդ ուղղությամբ սարքենք, կառուցենք, մենք Աստծուց տեսիլքը վերցնում ենք եւ գնում ենք։ Մովսեսը ոչ մի օր չերազեց, որ անի այն գործը, որ պետք է աներ։ Աստծո խոսքն ասում է ինքը անապատում մի հատ փուշ տեսավ, որ այրվում էր, մոտեցավ այդ փշին եւ Աստված նրա հետ խոսեց եւ պատգամ տվեց, որ գնալու ես Իսրայելին ազատես։ Սա նրա երազանքն էր, սա նրա տեսիլքն էր։ Աբրահամը ոչ մի օր չէր երազում, որ պետք է իր հորտնից ելնի ու գնա, չգիտի ուր։ Նա դրա մասին չէր երազում։ Աբրահամը իր հորտնից դուրս եկավ, որովհետև Աստված նրան ասեց դուրս արի քո հորտնից, ամեն։ Այսինքն Աբրահամը ինքը տեսիլք ուներ Աստծուց։ Սիրելիս, եթե որևէ մի բան քո կյանքի մեջ կա եւ հեղինակն Աստված է, կպի ասա Տեր, այս տեսիլքը իրականանալու է։ Եթե որևէ մի բան, գիտես ինչ, դու ես հորինե, դու ես դրա հեղինակը, այդ միտքը պահպանում ես, մտածում ես, որ դա լինելու է, ես կարող եմ քեզ ասեմ, որ գուցե չլինի եւ 100% չի լինի։ Դրա համար այսօր որպես եկեղեցի մենք կանգնելու եւ ասելու ենք Տեր, ես ուզում եմ տեսիլքի մարդ լինեմ, ամեն։ Եվ ես քեզ մի գաղտնիք ասեմ, սիրելիս, երբ որ մենք Աստծուց տեսիլք ենք ստանում, 100%-ով դա մեր սրտի ուզածը չի լինում։ Որտեվ դա իր սրտի ուզածն է։ Չի լինում այնպես, որ դու Աստծուց տեսիլք ստանաս ու ասես, այս իմ սրտով էր։ Չէ, դու Աստծուց տեսիլք կստանաս ու կհասկանաս, սա դժվար ճանապարհ է։ Զոհաբերությունների ճանապարհ է։ Արթուր եղբայրը շատ գեղեցիկ ասեց Աբրահամի մասին, որ իր որդուն տարավ եւ ուզեցավ զոհի, չէ։ Որն էր նպատակը։ Աստված ասեց Իսահակին զոհի, չէ։ Աբրահամը չասեց, դե լավ, հիմա էլ չգիտեմ, Իսահակի ստանեմ զոհեմ։ Աստված ասեց։ Որովհետև Աստված ինքը տեսիլք է տալիս եւ դա խոսում է մեր անձի դեմ, դա նրա կամքին եւ նրա փառավորելու մասին է։ Երկնքում Աստված ծրագիր ուներ եւ այդ ծրագիրը այս էր, որ երկրի վրա փրկություն լինի։ Եվ դա Աստծո տեսիլքն էր եւ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. Ես կգնամ իմանալով, որ խաչվելու է։ Իմանալով, որ ինքը սուրբ, բայց իրան պիղծ եւ անիրավ մարդիկ ծեծելու են։ Համաձայնվեց տեսիլքի հետ։ Այսօր սիրելիս քո կյանքի մեջ, եթե Աստծոց տեսիլք ունես, համաձայնվի, ասա Տեր, ես քեզ վստահում եմ։ Տեր, ես քեզ հավատում եմ։ Իմ կյանքի մեջ գիտես եղել են դեպքեր, երբ որ իրականում ես զգացել եմ, որ այս կոչումը, այս տեսիլքը Աստծուց է։ Գիտես, երբ որ համաձայնվել եմ, օրհնություն է եղել։ Եվ մի բան էլ ասեմ, շատ դժվար է Աստծուն ոչ ասելը։ Մարդիկ կան Աստվածաշնչում օրինակներ, որ Աստծուն փորձում էին ոչ ասել։ Գիտես, շատ տարիներ առաջ շատ հետաքրքիր էր, երբ որ եկեղեցին նոր ձևավորվում էր եւ այդ ժամանակ մեր շատ սիրելի Արա եղբայրը կհիշի, այնպիսի մի իրավիճակում ես հայտնվեցի, որ գիտես,
Մի քիչ սկսեցի ավելի սառել, մի քիչ սկսեցի աշխատել, ավելի գնացի դեպի գործը։ Մի քիչ երևի թե գործերս լավ էր ու հետո երբ որ զգացի, որ ես սխալ եմ անում, ես հիշում եմ, այստեղ խոսում էինք Աշոտ եղբոր հետ, ինքը մի հետաքրքիր բան ասեց, անցած ճամբարին էլ դա հիշեցեց, ինքը ասեց գնացել էի փող աշխատելու, հիմա այս բաները պետք է անես։ Ու բաներ ասեց, որ ես պետք է անեի։ Ինչ ասեց, ես ասեցի այո, որովհետև ես հասկանում էի իմ մեջ, ես սխալ եմ արել։ Գիտես, շատ անգամ մենք մտածում ենք, նեղությունն է Աստծուց հեռացնում, մեկ որ գործեր դե լավ է լինում, դա էլ է հեռացնում Աստծուց։ Դա իրականություն է, մեկ որ զգում ես, որ ինչ լավ է, ստացվում է, դա էլ է հեռացնում։ Գիտես, ինչ էլ որ կա ու չկա քո կյանքի մեջ, փող ունես թե չունես, կբի Աստծուն։ Եվ ես հիշում եմ այդ ժամանակ, երբ որ իրականում այդ ազատագրումը ես ապրա ամբողջ գիշեր այստեղ աղոթում էի, դրանից հետո ինձ ուղարկեցին Տաշիր, եւ գիտես, ես մի հատ հին Աստվածաշունչ ունեի, մինչեւ հիմա էլ ունեմ, ու ոչ մի բան չունեի, այդպես գնացի Տաշիր։ Փառք Տիրոջը, մենակ գնացի, հետ եկանք շատ ու շատ ավելացած, ամուսնացա, երեխաներ ունեցա, հիմա ունեմ 4 երեխա, 2 աղջիկ, 2 տղա, ունեմ օրհնյալ կին, որ ծառայում է ինձ հետ Աստծուն։ Գիտես, ֆինանսի մասին, օրհնության մասին, ամենի մասին չեմ խոսում, փառք Տիրոջը, ամեն բան կա, ամեն բան լավ է։ Բայց գիտես, այդ ժամանակ տեսիլքը շատ դժվար էր։ Ես էլ Գյումրեցի ձեր նման մի քիչ նահապետական էի մտածում, ես ասում եի, ես իմ ծնողների մեկ տղան եմ, եւ գիտես Գյումրեցու համար թողնել տունը գնալ մի քիչ դժվար է։ Աբրես Սարա եղբայր, թասիվի բան էր։ Բայց գիտես իրականում Աստված գործ ուներ անելու։ Աստված ծրագիր ուներ։ Եվ ինչի եմ սա ասում։ Սա ասում եմ, որ մենք հասկանանք, երբ որ Աստծուց է տեսիլքը, ճանապարհը դժվար է, սիրելիս։ Ճանապարհը այնպես է, ես որ կարող եմ մտածել, թե մարդիկ կասեն, մի հատ տղա էր էլ գնաց, չէ, օրինակի համար։ Մենք էլ ավելի պապենական մտածելակերպ ունենք, չէ, ավելի կնեղվենք։ Սիրելիս, Աստված եթե քեզ մի բան է ասում, մարմնին եւ արյանը հարցում մի արա։ Գնա եւ ասա այո, Տեր, ես համաձայնվում եմ։ Ես այսօր Արտուր եղբայրը, որ այստեղ միսիոներ է, ես հավատում եմ ինքը տեսիլք ունի։ Որտեղ մարդը չի կարող թողնի մի բան, գնա միտեղ Աստծուն ծառայելու եւ ինքը տեսիլք չունենա, հնարավոր չէ։ Դու որ մի լավ բան ես անում Աստծո համար, ես հավատում եմ դու տեսիլք ունես։ Որովհետեւ առանց տեսիլք քո արածը կներես այս բարիս համար դերասանություն կլինի, կեղծավորություն կլինի, փարիսեցիություն կլինի, մի բան կլինի, որի մեջ կյանք չկա, որ դատարկ է։ Որ դա անում ես, որ մարդիկ տեսնեն, օտես ես երկում եմ, ես նվագում եմ, ես քարոզում եմ, ես եմ անում, այդ ամենը սուտ է սիրելիս, այդ ամենը ոչինչ է։ Ես ու դու մենք պետք է ասենք, ես ինչ որ անում եմ, Տեր քեզ համար եմ անում։ Ինչ որ կամ քեզ համար եմ եւ ինչ որ անելու եմ, ամեն բան քեզ համար եմ անելու, Տեր։ Սիրելիներ, աղոթենք եւ ասենք, Տեր, ես ուզում եմ տեսիլքի մարդ լինեմ։ Սա շատ ու շատ զորավոր է։ Ես այսօրվա պատգամը ուզում եմ սկսեմ Մտածում եմ, որ մենք պետք է հասկանանք, որ մենք այն օրը, որ ապրում ենք, այդ օրն է միայն մեր օրը։ Նա այսպես եմ ուզում, որ մի հատ նայես քո կյանքին։ Անցյալը այլևս չկա։ Ճիշտ է։ Չկա անցյալ։ Ապագան էլ չկա։ Համաձայն ես։ Ունես այս օրը։ Այսօրվա պատգամի վերնյակիրը ես գրել եմ 1 օր։ Այս մի օրն է քո օրը։ Դու վաղը չգիտես ինչ է լինելու, անցյալն էլ վերջացել է, մի ապրի անցյալով։ Այն մարդը, որ անցյալով է ապրում, ինքը գիտես ինչ, ինքը դատապարտված է խեղճ ու կրակ լինելու։ Աստված ինձ ու քեզ տվել է այս օրը, եւ այսօր դու պետք է ապրես այնպես, ինչպես որ վայել է, որ դու ապրես, ճիշտ ապրես։ Ամեն։ Ասա ես ունեմ այս օրը եւ այս օրը Աստծուն է պատկանում եւ ամեն օր այդպես պետք է լինի։ Մենք ոչ մեկս չգիտենք վաղը ինչ է լինելու, ինչպես է լինելու։ Աստծո ծրագիրը միանշանակ այս է, որ մենք ապրենք այս մեկ օրը արժանի Աստծուն, արժանի Տիրոջը։ Ուզում եմ բացես երկրորդ Պետրոս 3 գլուխ 8 խոսքից եմ կարդում։ Բայց աս մեկն էլ ձեզանից ծածուկ չլինի սիրներ, որ Տիրոջ մոտ մեկ օրը 1000 տարվա պես է եւ 1000 տարին ինչպես մեկ օր է։ Գիտես, այս խոսքը, երբ որ մենք կարդում ենք, սրա իմաստը մենք հասկանում ենք հայտնության գրքի մեջ։
Աստծո խոսքը շատ պարզ, շատ ուղիղ ասում է, որ գիտես ինչ, մեկ օրը 1000 տարվա պես է եւ 1000 տարին մեկ օրվա պես է։ Գիտես երկրի վրա չեղավ մեկը, որ մեկ օրից ավել ապրի։ Կասես չէ, Գրիգոր եղբայր, ինչպես կարող է դա լինի, Ադամը 930 տարի ապրավ, չէ՞։ Բայց Աստծո խոսքն ասում է մեկ օրը 1000 տարվա պես է, 1000 տարին մեկ օրվա պես է։ Ադամը մեկ օր ապրավ։ Ադամից ավել այնտեղ մեկ նկար չէ, որ 969 տարի ապրավ եւ դրանից ավել ոչ ոք չի ապրել։ Այո։ Գիտես, ոչ մեկ այդ մեկ օրի սահմանը չանցավ, Աստված դրել է դա։ Եվ իմ ու քո կյանքն էլ մեկ օր է երկրի վրա սիրելիներ։ Երբ որ կանգնանք Աստծո առաջ մի օր, բոլորս էլ կանգնելու ենք, չէ՞։ Մենք կհասկանանք, որ մեր երկրավոր կյանքը մեկ օր էր։ Սիրելիս, աղոթի եւ ասա Տեր, ես ուզում եմ այսօրվա օրը, որ ինձ տվել ես, ապրեմ այնպես, որ դա վերջին օրն է։ Որ դա վերջին օրն է, որտեղ մենք չգիտենք վաղը ինչ է լինելու։ Եվ գիտես, երբ որ մենք այսպես ենք մտածում, մեր հոգևոր կյանքի մեջ օրհնություններ է գալիս։ Մեր հոգևոր կյանքի մեջ դռներ են բացվում։ Սելիս քեզ խնդրում եմ, որ դու անցյալի մասին չմտածես, ապագայի մասին էլ չմտածես։ Ասա Տեր, ես այսօր քեզ համար որոշված եմ եւ ինչ որ ուզում ես դա ես ուզում եմ անեմ։ Ամեն առավոտ ես որ աչքերս բացում եմ, փորձում եմ համարյա ամեն առավոտ դանել։ Ես ասում եմ Տեր, ինչ անեմ քեզ համար։ Տեր, ինչ անեմ քեզ համար։ Այսօրը ինձ տվել ես, կյանք ես տվել, ինչ անեմ քեզ համար։ Չգիտեմ վաղը իմը կլինի, թե չի լինի։ Ոչ մեկ չգիտի։ Աստծո խոսքն էլ ասում է վաղվա օրը ձերը չէ։ Եթե այսօր դու շատ ծրագրեր ունես ապագայի վերաբերյալ ու մտածում ես որ դե այդ ամենը լինելու է, ավետարանում մի պատմություն կա։ Ասում է մի անձնավորություն կար, որ բավականին հարուստ էր։ Եվ իրա բերքը այնքան շատ էր այդ տարին, որ նայեց իրա ունեցվածքին, իրա ցորենին եւ մտածում էր ինքը իրա մեջ եւ ասում էր, որ ես իմ ամբարները կլայնացնեմ, որ այս շատ իմ օրհնությունը տեղավորեմ։ Եվ ասում է, բայց երկնքից Աստված նայում էր նրան եւ ասում էր անմիտ մարդ, այսօր քո հոգին վերցնելու եմ։ Այդ մարդը մեկ օր ուներ, բայց մտածում էր տարիների վրա ամբարներս լայնացնեմ, որ իմ ցորենը լցնեմ։ Ինքը հարուստ էր, բայց անմիտ էր։ Այսօր սելիս, այսօրվա մեջ մտածի ինչ անես Աստծո համար։ Ամեն։ Ինչ անես եկեղեցու համար։ Ինչ կարող ես դու անել եկեղեցու համար, որը որ մնայուն է։ Երբ որ Տաշիրում նոր ծառայում է եւ մի հատ եկեղեցի ունենք, որ առել էինք այդ շենքը, հիմա էլ ունենք Փարք Տիրոջը եւ այդ շենքը կտուր չուներ, ինքը բավականին մեծ շենք էր։ Եվ մի անձնավորության հետ խոսում էի, ինքը տարիքով մեծ մարդ էր, Աստծուն ճանաչող ծառայող մարդ էր։ Ինձ այսպեսի մի բան ասեց, առաջարկեց, ասեց. «Բեր բան անենք, էլի ասենց էժան բաներ կան, ցելոֆոններ կան, առնենք քաշենք ձեր եկեղեցու կրիշին, անձրև չի գա, կմտնենք մեջը պաշտամունք կանենք»։ Գիտես, ես մեծերին միշտ հարգել եմ, բայց չդիմաց ասեցի ձեր տան կտուրը ինչով է։ Իա, ասեց պրոֆնաստիլ է։ Ասի մեր եկեղեցունը դրանից լավն են լինելու։ Գիտես, ես չեմ կարող դա տանեմ, իմ տան կտուրը եթե այդ մատերիալից չէ, ինչպես կարող է եկեղեցունը լինի։ Սիրելիս քո եկեղեցու համար մտածի։ Եվ այսօր Փարք Աստծո իրականում մեր եկեղեցու կտուրը շատ լավն է։ Բավականին մեծ գումարով կառուցված կտուր է։ Բայց գիտես մարդիկ նայում ասում են չէ, այսպես արա։ Սիրելիս, ինչ որ անում ես եկեղեցու համար, աշխատի ամենալավը անես։ Ամեն։ Այսօրվա մեջ զոհաբերությունը, երբ որ Աստծո մարդ, Աստծո ծառան այստեղից քարոզում է, գիտես ինչ, աշխատի ամենալավը անես։ Մեր եղբայրներից հիմա չի գալիս եկեղեցի, ինքը մի անգամ որոշեց ինձ համոզել, որ զոհաբերությունը պետք է քիչ տալ։ Ու օրինակ էր բերում, ասում էր, իա երբ որ Աստծո խոսքը կարդում ենք, չէ, Հիսուսը գովում է այն կնոջը, ով որ ինչ արեց, մեկ լումա գցեց։ Ու ասում է ինքը գովում էր դա, գովում էր, որովհետև քիչ է գցեց։ Ասի եղբայր, լավ բան ես ասում, բայց ուշադիր կարտա։ Հիսուսն ասում է նա իր ամբողջ ունեցվածքը գցեց։ Իր ամբողջը գցեց։ Այսինքն ինքը դրա համար գովվեց։ Գիտես, այսօր շատ անգամ մենք ասում ենք, թե լավ քիչը, ամբողջը։ Մեր սիրելի Արթուր եղբայրը լավ օրինակներ բերեց իր ամբողջի մասին, հնազանդության մասին։ Իրականում զոհաբերությունը, երբ որ մենք անում ենք սիրելիներ, մենք պետք է հասկանանք, ես ամենալավը պետք է անեմ։ Իսկ ո՞րն է ամենալավը։ Աստծո ուզածն է ամենալավը։
Որն որ Աստված ասում է, դա է ամենալավը։ Ոչ թե որ ես որոշեցի, գնացի ու արեցի։ Այսօր այս օրը քո օրն է, սիրելիս, Աստծո համար բդուղ բերելու, ամեն։ Եթե Աստծո խոսքը Հիսուսը շատ հետաքրքիր մի խոսք ունի, ինքը այսպես է ասում է, եթե մեկին նեղացրել ես, իր հետ գնա հաշտվի, որ արևը մայր չմտնի։ Ինչի համար է սա ասում։ Որ օրը չփոխվի, չէ՞։ Արևը որ մայր է մնում, օրն է փոխվում։ Ինքն ասում է, դες քո հարցերը այս մարդու հետ լուծի, որտեղ վաղվա օրը քոնը չէ։ Մենք ասում ենք, դե լավ, արևը մայր կմտնի, դե մյուս տարի, դե չգիտեմ ինչ, չէ, այսօր արա։ Ես Աստծուց մի խոսք ունեմ, մի հայտնություն ունեմ, որ իմ բոլոր հարցերը լուծում եմ նույն պահին, երբ որ հասկանում եմ պետք է լուծվի։ Ընտանիք է, չէ, բոլորիս հետ լինում է, ամուսինը կնոջ հետ, ոսկի մի բանում չի հասկանում։ Ես եթե մի բան բարկացած եմ, ես ասում եմ, արի խոսենք, Լիլիթ, հիմա, այսօր, չթողնենք վաղը, մյուս օր, հետո էլ կարող է խռովենք, կարող է իրար, չգիտեմ ինչ անենք, չէ, չգիտեմ սես, կա այդպիսի բաներ, չթողնես կուտակվի, սիրելիս իրականում քո հարցերը լուծի այսօր։ Այսօր ամենալավ ձևի պաշտի Աստծուն։ Այսօր մեղք ես գործել ապաշխար, այսօր մեկին նեղացրել ես, գնա հաշտվի, այսօր է քո օրը։ Եթե հիմա հիշեցիր, որ մեկի հետ խնդիր ունես եւ պետք է դու պարտավոր ես նրանից ներողություն խնդրես, գիտես, վաղվա մի թող, այսօր արա։ Եթե տեսնում ես սրտիդ մեջ մի խնդրեմ ունես, մի ասա, հետո կանեմ։ Փրկությունը այն ժամանակ Աստծո խոսքը ասում է, երբ որ լսում ես, այդ ժամանակ է ընդունելու ժամանակը։ Երբ լսեցիր, այդ ժամանակ ընդունելու ժամանակն է։ Մի ասա հետո, դե լավ, հետո կանեմ։ Գիտես, մարդկայինը միշտ ինքը հետոյի վրա է մտածում։ Երբ որ մեր Տերը Հիսուսը ինքը խաչի վրա մահանում էր, Աստծո խոսքն ասում է, որ մեկը կար, որ ավազակ էր իր կողքն էր։ Եվ այս ավազակը, որ համաձայն էր Հիսուսի հետ, ինքը ինչ ասեց, հիշում եք, ասեց, Տեր, երբ որ դու եկար, հիշիր ինձ քո առկայության մեջ։ Կփրկես էլի, երբ որ եկար, երբ որ երկիրը կործանվի, դու գաս երկրորդ անգամ ինձ հիշի։ Հիսուսն ասեց, գիտես, ես այսօրվա մարդ եմ։ Ասեց, այսօր որտեղ կլինես։ Ինձ հետ դրախտում կլինես։ Հիսուսը այսօրվա համար է ինձ ու քեզ կանչել։ Այսօր պետք է մենք դրախտում լինենք, ամեն։ Այսօր մենք պետք է ներենք, այսօր մենք պետք է սիրենք, այսօր մենք պետք է ծառայենք, այսօր մենք պետք է վազենք, ոչ թե ասենք, դե երբ որ եկար քո առկայությունում, մեզ հիշի։ Մեր Աստվածը այսօրվա Աստված է, ամեն։ Եվ թող իրականում քո սրտում այս կրակը բորբոքվի եւ դու կարողանաս ասել, ես ունեմ մեկ օր եւ այդ մեկ օրը պատկանում է Աստծուն, ամեն։ Ես ունեմ այս օրը, այս ժամը, այս վայրկյանը եւ իրականում ինքը պատկանում է Տիրոջը եւ ես հետ գցելու հետոյի վրա մտածելու իրավունքը չունեմ։ Սիրելիս, մեր տեսիլքները, մեր գործերը, մեր ծրագրերը, ինչքան շատ մենք հետաձգենք, այնքան ավելի ու ավելի շատ մենք օրհնություններից կզրկվենք։ Այնքան ավելի ու ավելի շատ մենք դժվարություններից կզրկվենք։ Չասես, դե լավ, այս կիրակի չեմ գնա, դե այս տարվա մեջ լիքը կիրակի կա։ Չէ, այսպես չէ։ Կարող է չհասնի դա քեզ։ Դրա համար, դες երբ որ ես աղոթում էի, դաշիրում շատ մի հետաքրքիր զգացում ունեցա, որ Սուրբ Հոգին հետս խոսեց, ասեց, ես ասում եի, Տեր, ես ուզում եմ քեզ ծառայեմ։ Այսքան ասում եմ, խոսում եմ, ծառայում եմ, բայց ուզում եմ իրականում այնպես ծառայեմ, որ դու հավանես դրան, որ դու ասես, որ լավ ես ծառայում։ Եվ գիտես, այս խոսքն էր, որ մեջը Սուրբ Հոգին բարձրացնում է, ինքն ասում էր, ամեն օր նորովի նվիրվի։ Գիտես, այս ամեն օր նորովի նվիրվելը, ես հասկացա մի բան, ուրեմն իմ նվիրումը ունակ է հնանալու, ունակ է մաշվելու։ Սիրելիս, ամեն օր քո ուխտերը նորոգի, քո հավատքը նորոգի, քո հույսը նորոգի, քո Աստծո սպասումը նորոգի, ամեն օր նորոգի, որովհետև երբ որ հնանում է, այլևս նա չի կարողանում նորը վերցնել։ Ավետարանը ասում է, որ ես ձեր համար լավ նոր գինի ունեմ։ Սա իմ ուզածն է։ Սիրելիս, քո համար Աստված նոր գինի ունի։ Կարող ես քո կողքին ասել, Աստված քեզ համար նոր գինի ունի։ Բայց այստեղ մի հատ խնդիր կա։ Գիտես խնդիրը որն է։ Ասա, եթե հին է տիկդ, չի եղնի այդ նորը։ Որտեւ այսպես է ասում Աստծո խոսքը։ Ինքը ունի այդ նորը, բայց քո տիկը պետք է նոր լինի։ Քո մտածելակերպը պետք է նոր լինի։ Ամեն օր դու պետք է թարմությունը ունենաս։ Սիրելիս, մեր Աստվածը այնքան օրհնող Աստված է, որ գիտես,
Մեր կյանքի անեծքները ինքը փակել գիտի։ Ես մի օր մի խնդրի համար աղոթում էի, ու Սուրբ Հոգին ինձ ասեց, երբ որ Իսրայելի ժողովուրդը անապատում էր, Իսրայելի համար անապատի ավազը անեծք էր։ Բայց ասում է, ես ամեն առավոտ, գիտես ինչ էի անում, ծածկում էի դա, երկնային մանանայով։ Իրանք իրանց աչքերը բացում էին, չէին տեսնում ավազը, տեսնում էին հրեշտակների կերակուրը։ Իրանց համար դա այդ իրանց խնդիրն էր, որ այրում էր իրենց ոտքերը, որ իրենք տուն չունեին, տեղ չունեին, թափառաշրջիկ էին, ամեն օր նայում էին այդ ավազին, ասում էին, էս ինչ եղավ։ Մեր տունը տեղը թողեցինք, եկել ենք այս ավազների մեջ քայլում ենք, չգիտենք որ 40 տարի այս ավազների վրա քայլում ենք։ Բայց Աստված այդ անեծքը ծածկում էր օրհնությունով։ Եվ գիտես, ես հասկացա մի բան, Աստված իմ կյանքի բոլոր դժվարությունները մանանայով ծածկել գիտի, ամեն։ Եվ մանանայի օրհնության գաղտնիքը կայանում էր նրանում, որ ինքը ամեն օր էր տալիս, ամեն։ Ամեն օր նորն էր տալիս, ամեն օր թարմն էր տալիս, եթե որևէ մեկը մի քիչ ավելի ժլատ լիներ եւ մի քիչ շատ տաներ պահեր, Աստծո խոսքն ասում է, որ ինքը կփչանար, կորտոտեր։ Աստված ամեն օրվա համար նոր մանանա ունի, սիրելիս։ Աստված ամեն օրվա համար քեզ նոր հայտնություն ունի, քեզ նոր բժշկություն ունի, քեզ նոր զորություն ունի, եւ իր կամքն է, որ դու ապրես այդպես եւ ասես այո Տեր, ես իմ ամեն օրը լցվելու եմ քեզանով, Տեր։ Ես իմ ամեն օրը տալու եմ քեզ, դնելու եմ քո առաջ եւ հասկանում ու գիտակցում եմ, որ այդ օրը, որ ես ունեմ, դա պարգև է քեզանից եւ ես իրավունք չունեմ դա վատնելու։ Առակաց 27-րդ գլուխը այսպես է ասում, առաջի խոսքից եմ կարդում։ Մի պարծենցիր վաղվա օրով, որովհետև չգիտես թե օրը ինչ կծնի։ Գիտես, մենք շատ անգամ պարծենում ենք վաղվա օրով։ Վաղը կամուսնանամ, վաղը էս կանեմ, վաղը այն կանեմ, վաղը չգիտեմ ինչ կանեմ։ Այսպես է ասում եմ մի պարծենցիր վաղվա օրով, որովհետև չգիտես օրը ինչ կծնի։ Այսօր սիրելիս վաղը մերը չէ, այսօր է մերը։ Այսօրվա օրով պարծենցի, երեք ես պատգամ էի տալիս եւ ասում էի սիրելիներ, մենք միշտ լսել ենք, որ պետք է հբարտ չլինենք, բայց մենք պետք է պարծենանք Հիսուսով։ Ամեն։ Ես ամեն օր պետք է պարծենամ Հիսուսով։ Ես պետք է կարողանամ ամեն օր ասեմ Հիսուս, ես պարծենում եմ, որ քեզ ունեմ։ Ոչ թե քեզանով եմ պարծենում, ոչ թե ինձանով եմ պարծենում, այլ քեզանով եմ պարծենում, եւ սա շատ կարեւոր է։ Եվ առակացի այս խոսքը, երբ որ ես կարդում եմ, հասկանում եմ, որ գիտես ինչ, Աստված չի ուզում, որ ես ապագայի վերաբերյալ մտածեմ եւ մտահոգվեմ։ Աստված ուզում է, որ ես այսօր նրան ծառայեմ։ Որ ես այսօր նրա համար պտուղ բերեմ, որ ես այսօր ապրեմ այնպես, ինչպես որ նա կկամենա, որ ես ապրեմ։ Գիտես, իրականում Աստծով լցված կյանքը նշանակում է օրհնված կյանք։ Մի երիտասարդի հետ խոսում էինք, նա ասում էր օրհնված կյանք ու ինքը ինձ ներկայացնում էր իր պատկերացումը օրհնության մասին։ Լավ տուն, լավ մեքենա, գեղեցիկ կին, լավ աշխատավարձ, խելոք երեխեք, էս էր։ Ասեցի եղբայր, ինքը հավատացյալ էր։ Ուզում եմ քեզ, ինքն Աստծո խոսք լավ գիտեր։ Ասեմ մի մարդու մասին, քո կարծիքով ինքը օրհնված էր, ասի Հիսուսը։ Ասեց հա։ Հիսուսը օրհնված էր, ասի տուն չուներ։ Չուներ տուն։ Թակավոր էր, թակավորություն չուներ, ասի ոչ մի բան չուներ։ Գնում էր միտեղ քարոզում էր, տանում էին որ ժայռից գցեին։ Միտեղ գնում էր իրան ուզում էին սպանեին։ Չգիտեմ, մի օր օրհնում ասում էին դու Աստված ես, մի օր հայոյում ու ծեծում էին։ Երկրի վրա կապող ոչ մի բան չուներ, ինքը ինչ ուներ, բայց իրականում գիտես օրհնված էր, չէ՞։ Մեր օրհնությունն է, մեր Տերն է, մեր Փրկիչն է։ Սիրելիս, եթե քեզ ասում են օրհնված, մի մտածի, որ դու պետք է հարուստ լինես, մտածի, որ դու Աստծով լցված պետք է լինես։ Կարող է այստեղ մեկը կանգնի, ասի, որ Հովհաննես Մկրտիչը օրհնված չէր։ Չենք կարող։ Հովհաննես Մկրտչի կյանքը գիտեք ինչպես էր։ Ինքը ծնվավ, երբ դառավ գիտակից գնաց անապատ եւ սկսեց քարոզել։ Քարոզում էր եւ գիտես ինչ անապատում էր ապրում, ասում է իր կերակուրն էլ վայրի էր ամեն բան, վայրի մեղր էր, մորեխ էր։ Այսպիսի կերակուրներ ուներ, ասում եմ մի հատ շոր ուներ, որ ուխտի մազից էր, ուխտի մազից շորը, ինքը այն շորն է, որ դες ինչ ինքը ընդհանրապես շատ ուշ է մաշվում, այդ մի շորը ուներ։ Այսօր դուք բոլորը շատ գեղեցիկ շորեր ունեք, չէ՞։ Այդ մեր օրհնված, զորավոր,
օծյալը, որ Հիսուսի ճանապարհներն էր պատրաստում, մեկ շոր ուներ։ Եվ այսպիսի կերակուր ուներ, բայց օրհնված էր։ Նա օրհնված մարդ էր։ Գիտես իր մահն էլ, իր գլուխը կտրեցին։ Աշակերտները մարմինը տարան թաղեցին, գլուխն էլ չգտան, բայց օրհնված էր, որովհետև Հիսուսի համար ճանապարհ էր պատրաստում։ Այսօր սիրելիս, եթե ուզում ես օրհնված լինել, քո այսօրվա օրը Աստծով լցված ապրի։ Եվ մի մտածի օրհնված միայն, հիմա կարող ասես Գրիգոր եղբայր երևի դեմ է շատ փող ունենալուն, լավ ավտո ունենալուն, չէ կողմ եմ, որ կողմ եմ, ունեցի ամենալավը։ Միայն կուրախանամ, բայց դա չի խոսում, միայն դա չի խոսում օրհնության մասին։ Միայն դա չէ օրհնությունը, օրհնությունը Քրիստոս ունենալն է։ Առաքյալները օրհնված էին, բայց Աստծո խոսքն ասում է, որ նրանց ծեծում էին բանտում, նրանք հալածված էին։ Եվ զրկված էին բոլոր տեսակի կենցաղային հաճույքներից, ընտանիքից, ամեն ինչից զրկված էին, բայց օրհնված էին։ Այսօր սիրելիս դու ուզում ես օրհնված լինես։ Ուրեմն համաձայնվի Քրիստոսի համար հալածվել, ամեն։ Ուզում ես օրհնված լինել, համաձայնվի իրականում սիրելիս Քրիստոսի համար նեղություն կրել։ Սա շատ կարևոր է։ Եթե չգիտեմ ընտանիքի տանտամի դուրը չի գալիս, որ եկեղեցի ես գնում, ոչինչ համաձայնվի նեղություն կրելուն, ամեն։ Մենք եթե մենք բոլորին կարողանանք հաճեցնենք, Աստծուն անհաճելի կլինենք։ Պողոս առաքյալն ասում է, եթե մարդկանց հաճեցնեի, Աստծո ծառա չէի լինի։ Մարդկանց ծառա կլինի, ես այսպես եմ հասկանում։ Ում հաճեցնում ենք, նրա ծառան ենք, Աստծուն որ հաճեցնենք, նրա ծառան ենք։ Մարդկանց որ հաճեցնենք, քո գործի տնօրենին հաճեցնես, կինը ամուսնուն, ամուսինը կնոջը, չգիտեմ, այսպես իրար հաճեցնենք, Աստծուն չենք կարող ծառայել։ Եթե ուզում ես Աստծուն ծառայել, ասա Տեր, ես ուզում եմ, որ քո առջև հաճելի լինեմ։ Ամեն։ Եվ այսօրվա օրը կարևոր օր է, սիրելիս։ Այսօրվա օրը քեզ համար պատմական օր է, ամեն։ Կողքինիդ ասա, այսօրվա օրը պատմական օր է։ Այս վերջերս Լիլիթի հետ խոսում էինք, ասում ենք նայի։ Մեր ամուսնության համար այդ օրը, որ ամուսնացանք, այդքան չէինք պատրաստվել, այդքան չէինք անհանգստացել, ինչքան որ այս վերջերս տեղի ունեցավ մեր ձեռնադրությունը Երևանում։ Ավելի պատրաստվանք, ավելի անհանգստացանք, որտեղ գիտես ինչ, մենք հասկանում ենք մի բան, սա մեր ամենակարևոր քայլն է, որ փաստվում է։ Այսօր գիտես սա է ամենակարևոր։ Ես գիտեմ մի օր կանգնելու եմ Աստծո առաջ եւ ես միշտ մտածում ասում եմ Տեր, երբ որ կանգնեմ քո առաջ, ինչ կկարողանամ ասեմ։ Ինչի համար է ես ամենը անում, ինչի համար է աղոթում, ինչի համար է ծառայում, այս ամենը, ինչ նպատակ ուներ։ Եվ գիտես ես մի բան եմ խնդրում ասում եմ Տեր, իրականում երբ որ կանգնեմ կարողանամ ասեմ, որովհետեւ հասկացա որ դու կյանք ես։ Ամեն։ Որովհետև հասկացա, որ դու ես սերը, որովհետև հասկացա, որ դու ամենակարևորն ես, սիրելիս, մենք պետք է սա հասկանանք։ Եվ այսօրվա օրվա մեջ ապրի այնպես, ինչպես որ կապրեիր քո կյանքի վերջի օրը։ Մի հատ այսպես եկեք պատկերացնենք, Աստված մեզ պատկերացում է տվել, երևակա ենք այսպես։ Պատկերացրու Գաբրիել հրեշտակը եկել է, պատկերացրու։ Ու ասել է քո անունն է տվել, լուրջ է դա ամենը, բայց դու պատկերացրու։ Որ այս ինչ ջան, Գաբրիելը ջան էլ կարող է ասել գիտի։ Մի ժամ հետո հոգիդ տանելու եմ։ 60 րոպե ունես երկի վրա։ Ինչ կանես։ Կզանգես հովին, կգաս արա եղբորը կխնդրես, եկեղեցու դուռը բացեք, խնդրում եմ։ Կգաս, այստեղ ծունգի կգաս, կաղոտես, կապաշխարես, չէ՞։ Արժեքներ լրիվ կփոխվի, շորի կոշիկի մասին չես մտածի, տան մասին չես մտածի, հոգուտ մասին կմտածես։ Եթե մեկին նեղացրել ես, կգնաս ներողություն կխնդրես, ու ժամին կնայես, որ մնաց մի րոպե։ Գիտես, այսօր սիրելիս, այս իրավիճակը պատկերացրու, որ իրական է եւ երկնքում է։ Աստված ամեն օր ուզում է մենք այսպես ապրենք։ Ամեն օր ուզում է, որ մենք նրան նվիրված լինենք։ Ամեն օր ուզում է, որ մենք հասկանանք մի բան։ Տեր, այսօրվա օրը տվել ես, եւ այսօրվա օրը քո օրն է։ Կարող ես ասել այսօրվա օրը Աստծո օրն է։ Ամեն։ Ամեն։ Տեր, այս օրը քո օրն է։ Այսօրվա մեջ ես քեզ փառավորելու եմ։ Այսօրվա մեջ քեզ մեծարելու եմ։ Այսօրվա օրվա մեջ քեզ պաշտելու եմ։ Եվ շատ լավ էր, երբ որ Արա եղբայրը աղոթում էր, ասեց բոլորս ոտքի կանգնենք։ Ես ոտքի կանգնելուց մի հատ օրինակ բերեմ։ Գիտես, մեր եկեղեցում Տարշիրում մի շատ զորավոր օրհնյալ քույրիկ ունենք, հիմա ինքը Ամերիկայում է, չգիտեմ որոշներ էլ ճանաչում եք։ Ես ինքը խնդիր ունի, մի ոտքը չկա, մի ոտքը չունի։ Եվ մի օր պաշտամունքի ժամանակ
Ես ընդհանրապես սովորություն չունեմ հետ դառնամ ժողովրդին նայեմ։ Ես միշտ աչքերս փակ երկրպագում եմ, այդ պահին Սուրբ Հոգին իմ մեջ այսպես ինչ որ մի հատ զգացում տվեց, որ մի հատ դարի ժողովրդին նայի, դարա նայեցի որ սա նստած են արևքուրը կանգնած է։ Ես այնքան ներսս վատը զգացի, համբերեցի մինչև պաշտամունքը վերջացավ, մի ձև քարոզեցի, ուզում էի արդեն ջղայն ասեի հանդիմանեի, բայց պահում էի ինձ։ Ու ասի ժողովուրդ ջան, սիրելի ժողովուրդ, այստեղ միայն իրավունք ուներ նստեր արևքուրը։ Համաձայն չեք, բոլորը համաձայն էին։ Մեկ ոտք ունեինք, ինքը իրավունք ուներ նստեր։ Դուք բոլորդ երկու ոտք ունեիք նստել եք, ինքը կանգնած էր, ամոթ չէ։ Իմ կարծիքով ամոթ է։ Այսօր սիրելիս իրականում, երբ որ աղոթք է կանգնի, երբ որ փառաբանություն է ձեռքի հետ բարձրացնում, երբ որ Հովիվն ասում է ծունգի արի, մի ասա ոչինչ չոր է, չգիտեմ ծնկներս կցավի, էս կլինի, այն կլինի։ Ես ինչ մի օր այդ ծնկները փտելու, ոչնչանալու, որտեղն են ուտելու, հոգիդ է մնալու։ Ինչքան շատ մեր մարմնի մասին մենք մտածենք, հոգ տանենք, գիտես ինչ, այնքան շատ մենք ավելի ու ավելի շատ կդառնանք մորտապաշտ մարդիկ։ Ես չեմ ասում, որ գիտես ինչ, քեզ տիրություն մի արա։ Մի անգամ մի անձնավորության հետ խոսում, ասում էին, նայ, Աստծո զորության մասին ուզում եմ քեզ սա ասեմ։ Եթե դու հիմա մտածում ես, որ դու առողջ ես, որովհետև ժամանակին դեղերդ խմել ես, որովհետև բժշկի բոլոր ասածներն արել ես, այդ ինչ որ ասել է կարելի է կերել ես, չի կարելի չես կերե, սիրելի սխալվում ես, դու այստեղ ես, որովհետև դեռ Աստված հոգիդ չի վերցրել։ Սա է ճշմարտությունը։ Ես չեմ ասում դեղերդ մի խմի, չեմ ասում ես մի երա, այդ ամենը արա, բայց մենք հասկանում ենք, մենք չենք ապրում, որովհետև դանում ենք, մենք ապրում ենք, որովհետև դեռ Աստված մեր հոգին չի վերցրել, ամեն։ Ես կամ որովհետև դեռ Աստված ինձ տուն չի կանչել, դեռ չի ասել Գրիգոր արի, որ մարմինը մնա, Գրիգորը գնա։ Սա ես եմ, բայց իրականը ներսն է։ Քո մարմնին նայի ու իմացի, որ դու միջինն ես, դրսինը չես։ Դու չես ծերանում, հոգին չի ծերանում։ Մարմինդ կարող է ծերանա, թուլանա, տկարանա, մի քիչ տեսքի ծնգնի, բայց հոգին ինքը չի ծերանում։ Եվ գիտես, այսօր իրականում Աստված ուզում է, որ մենք այսպես ապրենք, ասենք Տեր, ես քո համար, քո խոսքի համար այն խենթն եմ, որ համաձայն եմ քեզ համար ամեն ինչ անեմ, Տեր։ Որ համաձայն եմ քեզ համար քայլեմ, քեզ համար աղոթեմ, քեզ համար ամեն ինչ անեմ, իմ կյանքը դնեմ քեզ համար։ Մատթեոսի ավետարան 6:34 խոսքը այսպես է ասում. Մեր Տերը Հիսուսը մեզ պատվիրում է։ Ուրեմն եկուցվա համար հոգս մի արեք, որովհետև եկուցվա օրը իր համար հոգս կանի։ Ասում եմ մի արեք այդ հոգսը։ Այսօր շատ մենք հավատացյալներս հոգսառատ ենք եւ հոգսաշատ ենք եւ պատճառը եկուցվա օրն է։ Եթե անկեղծ լինես, իրականում դա այդպես է։ Չէ, երիտասարդները մտածում են ամուսնանամ, դա եկուցվա օրն է։ Հանգիստ աղոթի, Աստված երբ որ ժամանակը գա, կամուսնանաս։ Մի անգամ մի անձնավորություն ասեց, եղբայր ինչի այդքան ուշ ամուսնացար, ասի սպասում էի, որ Լիլիթը մեծանար։ Չգիտեի արդեն ինչ ասեի, բայց ճշմարտությունը ասեցի։ Իրական ճիշտ եմ սե։ Աշխատում եմ միշտ ճիշտ ասեմ, իրականում սիրելիներ, դες ինչ, տարիները նայում ես, գուցե անհանգստանում ես, երբ կլինի, ինչպես կլինի, հավատա, ասա Տեր, քո կամքով թող լինի։ Այսօրվա օրվա մեջ ես քեզ կպաշտեմ, այսօրվա օրվա մեջ ես քո համար կապրեմ, այսօրվա օրվա մեջ ես կծառայեմ քեզ, վաղը իմ ապագան դու կանես Տեր։ Ինձ ամուսին էլ կգտնես, կին էլ կգտնես, երեխա էլ կտաս, ես էլ կտաս, բայց ես այդ ամենի համար չեմ անհանգստանում։ Իմ փորձից կարող եմ ասեմ, շատ մեծամասամբ հավատացյալներիս հոգսերի, խնդիրների պատճառը վաղվա օրն է, որ Հիսուսն ասում է չկա այդ օր ախր, այսօր է քո օրը։ Մտածում են մարդիկ ծնողները, չէ, բա որ մեծացանք, բա որ մեր երեխեքը մեր մոտ չեղան, բա որ պիտի էսանի, բա որ պետությունը թոշակը չշատացնի, բա որ չգիտեմ ինչ, այսօր ապրի Աստծով սիրելիս, ամեն։ Այսօր ապրի, այսօր ասա Տեր, այսօր ես քո առաջ եմ, եւ ասում եմ ուզում եմ այսօր երջանիկ լինեմ։ Քո տան մեջ ուզում ես խաղաղություն, մի մտածի, որ մի շաբաթ հետո կբարշես, կխաղաղվես ամուսնու հետ, ասա այսօր ուզում եմ խաղաղություն։ Այսօր ուզում եմ ծառայեմ, այսօր ուզում եմ քայլեմ, վաղվա վրա ոչինչ չգցես, Հիսուսը քեզ Մատթեոս 6:34-ում ասում է, վաղը քոնը չէ։ Ես որ ասեմ, կարող է լուրջ չընդունես, Հիսուսն է ասում։ Հիսուսը ինչ որ ասում է, դա լուրջ է։ Տղես փոքրս չէ, միջնեկը, ինձ միշտ երբ որ ուզում եմ մի բան ասի, որ ես հասկանամ դա կարևոր է, ինձ գիտես ինչ ասում է, պա Տերն է ասում։
Տերն ասում է կանաչ ավտոար, Տերն է ասում։ Ու ինքը գիտի, ես պետք է լրջանամ։ Տերն է ասում։ Ձևը գտել է, այսինքն ինքը հասկանում է, որ եթե պետք է որ մենք իրան լուրջ ընդունենք, ինքը պետք է ասի Տերն է ասում։ Այսօր գիտես, ինձ սա որպես կատակ եմ ասում, բայց մենք պետք է ասենք, երբ որ Տերը մեզ մի բան ասում է, սա լուրջ է, եւ Հիսուսը քեզ ասում է։ Սելիս ուզում ես երջանիկ լինես։ Ամեն։ Այսօր հրճագի ասա, ես ուզում եմ հիմա երջանիկ լինեմ, Տեր։ Ես ուզում եմ այս պահի մեջ ուրախ լինեմ։ Ես ուզում եմ այս պահի մեջ իմ հարցերը լուծող լինեն։ Այն հավատացյալը, որ իր հարցերը թողնում է վաղվան, թողնում է, չգիտեմ, ուրիշ մի ժամանակի մեջ լինելու, ինքը մինչև վերջել չի կարողանա իր բոլոր հարցերը լուծի եւ ելք գտնի։ Չթողնես այդ ամենը։ Եվ Աստված իրականում քո համար, քո կյանքի համար զորավոր օրհնյալ ծրագիր ունի։ Եվ Հակոբոսի 4-րդ գլուխը 14 խոսքը այսպես է ասում է մարդուս կյանքը գոլոշու պես է։ Մի պա երևում է ու անցնում։ Մարդուս կյանքը գոլոշու պես է։ Մի պա երևում է ու անցնում։ Սա մեր կյանքն է, սիրելիս։ Գիտես, եւ այս գոլոշու պես կյանքը, այսօր ես ու դու մենք մտածում ենք, որ դեռ երկար լինելու է։ Ծրագրում ենք, տանջվում ենք, հոգս ենք անում, ընկնում ենք խնդիրների մեջ։ Եվ գիտես, այսօր հավատքով ապրելը նշանակում է այսօրվա օրով ապրելը։ Հավատքով ապրել նշանակում է, որ այսօր ես Տեր Հիսուս։ Գիտես, աշակերտները, երբ որ Քրիստոսի հետ քայլում էին, իրանք իրանց աչքի առաջ ունեին, որ ամեն վարքյան կարող են գան ու Քրիստոսին ձերբակալեն։ Կարող են գան ու Քրիստոսին սպանեն ու իրանց էլ հալածեն։ Ամեն օր, որովհետև միշտ այդ փորձությունները, այդ ամեն ինչը լինում էր։ Այսօր գիտես, սիրելիս, իրականում, երբ որ իմ ու քո կյանքի մեջ այս խոսքերը հայտնության պես բացվում են, որ մեր կյանքը գոլոշու պես է, մենք սկսում ենք ուրիշ արժեքներ ունենանք։ Ամեն։ Թող Աստված տա, որ մեր արժեքները փոխվեն եւ մեր արժեքները դառնան հոգեվոր։ Մեր արժեքները միշտ նյութական են, ֆիզիկական են, կամ ուտելիք է, կամ խմելիք է, կամ հագնելիք է, կամ վարելիք է, կամ չգիտեմ, տուն է, բայց Աստված ուզում է, որ մեր արժեքները դառնան հոգևոր։ Աստվածաշնչում մարդիկ կային, որ համաձայն էին մեռնեն, բայց իրենց հոգևոր արժեքը չկորցնեն։ Ուզում եմ սա ասեմ, սիրելիս, քո այսօրվա աղոթքը այդ արժեքն է, որի համար նույնիսկ կարելի է մեռնել։ Ասես Գրիգոր եղբայր, ինչ ես ասում։ Աստվածաշնչում մի օրինակ կա, որ գեղեցիկ է, վստահ եմ կարդացել ես, շատ պատգամներ ես լսել։ Իր անունը Դանիել է։ Դանիելը համաձայնվեց մեռնի իսկական բառից բուն իմաստով, բայց իր աղոթքը չկորցնի։ Գիտենք այս պատմությունը, չէ՞։ Ասեց ես այո, կգնամ այդ արյուծների կուբը, բայց ես չեմ կարող չաղոթեմ։ Ինքը արժեք ուներ, որ հոգևոր էր։ Եվ այդ արժեքը աղոթքն էր։ Այսօրվա քո աղոթքը, սիրելի ավադացյալ, սիրելի եղբայր եւ սիրելի քույր, եթե այսօր դու չես աղոթել եւ մտածում ես վաղն ես աղոթելու, դու սխալ ես անում։ Այսօր աղոթքի համար, գիտես, ես միշտ մտածում եմ, որ աղոթքը, որ մենք ասում ենք աղոթքը սա մեր հոգևորներից ոչ թե կիրակուրն է, ոչ թե խմելիք ըմպելիքն է, մեր շնչառությունն է։ Որտեվ առանց հացի ահագին կարող ենք ապրենք, չէ, առանց ջրի էլ մի օր երկու օր։ Բայց հələ փորձի հիմա շունչդ պահել, մի րոպե երևի չապրես։ Մի քանի վայրկյան է, չէ։ Չգիտենք ինչ կան, ով ինչ կան, բայց մի 2-3 րոպեից ավել չի լինի, հնարավոր չէ։ Այսօր գիտես մեր հոգևոր շնչառությունը սա աղոթքն է։ Մենք այդ աղոթքը պետք է ամեն ժամանակ ունենանք։ Մենք սովոր ենք ասելու, չէ, շատ անգամ ես խոսում եմ մեր եկեղեցու քույրերի հետ, եղբայրների, նրանք ասում են, դե աղոթում են, գործ եմ անում, աղոթում եմ, քույրերն ասում են, տները մաքրում եմ, աղոթում եմ, չգիտեմ, հողամասը անում եմ, աղոթում եմ, էս եմ անում, ճաշ եմ եպում, աղոթում եմ։ Ես ասում եմ, լավ ես անում, բայց դա այդ աղոթքը չէ։ Աղոթքը գիտես որն է։ Երբ որ պատուհանդ կբացես, ծունգի կուկաս ու կաղոթես։ Դանիելի աղոթքն էր աղոթքը։ Ոչ թե Դանիելը, գիտես ինչ, դու պատկերացրա Դանիելը մեր ժամանակների այս բառը կներեք օգտագործեմ շուստի հավատացյալներից դիներ ինչ կաներ, կասեր մտքիս մեջ կաղոթեմ։ Չէ։ Խոսքը չես կարող թակավոր ջան տեսնել, որ ես մտքիս մեջ եմ աղոթեմ։ Չէ, ինքը ծունգի եկավ, պատուհանը բացեց։ Այն մարդիկ, որ բանսարկություն էին արել Դանիելի համար, իրանք պատուհանի տակ սպասում էին, ժամը մոտենում է։ Կաղոթի թե չի աղոթի։ Ու հանկարծ բացվեց պատուհանները։
Գնացին թակավորին ասեցին հրամանը չկա դարեց։ Ինչ անենք, ասեց դե ես եմ ստորագրել, սպանենք։ Բայց ինքը չմահացավ։ Այսօր սիրելիս, եթե դու ամեն օր համաձայն ես Աստծո համար, քո հոգևոր արժեքը չկորցնել, ասում է արյուծներն էլ ոչինչ չկարողացան անել։ Ոչ մի բան չկարողացան անել։ Դանիելը ինքը իրեն լավ էր զգում արյուծների մեջ։ Արյուծները դևերի, սատանայի, այդ մարտակերության խորհուրդն է։ Եթե քո կյանքի մեջ նրանք հարձակվեն, էլ ոչինչ չեն կարող անել, սիրելիս։ Այսօրվա օրը գնահատի, այսօրվա օրվա համար գիտես աղոթի, ասա Տեր, ես հասկանում ու գիտակցում եմ եւ գիտեմ, որ այսօրվա օրը, որ դու ինձ տվել ես, որ ես պետք է ապրեմ, ինքը շատ ու շատ նշանակալի ու կարևոր օր է ինձ համար։ Ժողովուրդ 12:13 խոսքը այսպես է ասում, ասում է բոլոր խոսքերի վախճանը լսեք, Աստվածանից վախեցեք եւ նրա պատվիրանները պահեք, որովհետեւ սա է ամեն բանս մարդու համար։ Գիտես, այսպես է ասում է ամեն ինչ, որ քո կյանքի իմաստը, որ կա, սա է, Աստծուց վախեցի, նրա պատվիրանները պահի։ Սա արա ամեն օր։ Եվ գիտես, այս մարդը, որ այս խոսքերը ասում է, ինքը նաև այն ունայնության խոսքերի հեղինակն է, մեր շատ սիրելի Սողոմոնն է։ Սողոմոնը ինքը ամեն ինչ տեսած անձնավորություն էր։ Շատ մեծ հարստություն տեսած անձնավորություն էր։ Եվ ինքը հասկացել էր մի բան, որ ամեն բան ունային է։ Միայն Աստված է, որին պետք է որ մենք պաշտենք, որին պետք է որ մենք երկրպագենք։ Հիսուսը իր աշակերտների հետ երբ որ աշխատում էր, աշխատանք էր տանում, աշակերտները տեսնում են, որ Հիսուսի համար ամեն մի օրն ու վայրկյանը կարևոր է։ Ինքը երկրի վրա շատ կարճ ժամանակ ուներ ապրելու։ Եվ գիտես, այդ կարճ ժամանակի մեջ, այն 3 տարի ու կեսը, երբ որ ինքը ծառայում էր, Աստծո խոսքն ասում է, որ ինքը գիշեր ու ցերեկ էր դա անում։ Գիշերները աղոթում էր, ցերեկները, քանի որ լույս էր, ծառայում էր։ Եվ այսօր գիտես, իրականում մենք չգիտենք մեզ ինչքան ժամանակ է տրված, բայց մենք գիշեր ու ցերեկ պետք է դա կարողանանք անենք։ Գիտես, ուզում եմ այս միտքն էլ քեզ ասեմ, գուցե այսպիսի խնդիր կա որոշներիդ հետ, եթե գիշերը դու արթնանում ես, պայտակ գիշերը ժամի աչքերդ բացում ես։ Եվ սկսում ես տանջվել, սկսում ես հեռախոսի մեջ նայել, սկսում ես օտար մտքեր, գիտես, այդ ամենը թող։ Դու գիշերը արթնացել ես, որ սկսես լեզուներով աղոթել։ Ամեն։ Դու արթնացել ես, որ սկսես մտածել։ Մի ժամանակ իմ հետ լինում էր, գիշերը արթնանում էի, ու դե հիշում էի, անիմաստ չէ, դու նույնիսկ կարող էի հեռախոս բացել, բայց գիտես, երբ որ Տերը մեջս դրեց, որ ես որ քեզ արթնացնում եմ, ուրեմն գործ ունեմ։ Սիրելիս, եթե գիշերը որևէ մի ժամի անքնություն ունես, սկսի աղոթել։ Սկսի աղոթել, սկսի լեզուներով աղոթել։ Ես հասկանում եմ մի բան, ուրեմն Սուրբ Հոգին ցերեկը ժամանակ չգտավ այնքան զբաղված էի ես, որ ինձ մի բան հասկացել գիշերն է արթնացրել։ Եվ գիտես, այս գիշերների մասին, երբ որ նայում ենք, որ Հիսուսը գիշերները աղոթում էր, հասկանում ենք մի բան, որ մենք մեր գիշերվա մեջ, երբ որ ժամանակ ենք ունենում, մենք պետք է աղոթենք։ Սա հոգևոր վերելքի մի գաղտնիք է, որ քեզ ասում եմ, սիրելիս։ Եթե ունենում ես այսպիսի զգացումներ, ապրումներ, ժամանակ, որ աչքերդ բացում ես, չգիտես ինչ անես, հիշի։ Գրիգոր եղբայրն ասում էր, ուրեմն պետք է աղոթեմ, աղոթի։ Սա օրհնության դռներ կբացի։ Եվ երբ որ մենք այսպես սկսենք ամեն վայրկյանը գնահատել, ավետարանը մեզ սովորեցնում եւ ասում է, որ մենք պետք է ժամանակը ծախու առնենք։ Ամեն։ Այսինքն մենք ժամանակը չվատնենք։ Սա մեր ամենաթանկ ռեսուրսն է, որ Աստված մեզ տվել է եւ մենք պետք է կարողանանք այդ ժամանակը ծախու առնենք։ Ժամանակ, որ ասում ենք, ի վերջո հասկանում ենք դա մեր կյանքն է, չէ՞։ Ամեն վայրկյանը, որ անցնում է, մեր կյանքից է անցնում, այլևս դա կյանքում հետ չի գալու եւ չի կրկնվելու, վերջացավ։ Եվ ամեն վայրկյանը, որ հիմա դու ունես, դու ծախու առ, դու կարողացի դա դնել Աստծո գործի համար, ավետարանի համար, Տիրոջը ծառայելու համար։ Եվ երբ որ մենք ժամանակը ծախու առնենք, սիրներ մենք կտեսնենք Աստծուց մեր կյանքերի մեջ բարգավաճում եւ օրհնություն։ Իսկ եթե մենք ասենք դե լավ շատ ժամանակ ունենք, մի օր կնայենք, որ էլ ոչինչ էլ չունենք։ Մի օր կնայենք, որ արդեն ամեն ինչ մեզանից
գնացել է, կորել է, որովհետև մենք չենք հասկացել այս խոսքի իմաստը, այս խոսքի հայտնությունը եւ գաղափարը։ Դրա համար որպես եկեղեցու մեջ գտնվող կենտանի զորավոր անձնավորություն, որ դու ես քո կոչումն է, քո կարիքն է, որ դու հասկանաս, այսօր Տիրոջ օրն է։ Այս րոպեն Տիրոջ րոպեն է, այս ժամը Տիրոջ ժամն է, եւ իրականում սկսի պատրաստվել, սկսի աղոթել եւ ասել. Տեր, ես ուզում եմ ամեն վարքյան քեզ համար պտուղ բերեմ։ Ամեն։ Ես ուզում եմ իմ գործերը վաղվա վրա քծող չլինեմ։ Ես ուզում եմ իմ ամեն տեսակի տեսիլքները, ծրագրերը, երազանքները չթողնեմ վաղվանը։ Եվ եթե մտածում ես, որ ազատագրվելու կարիք ունես, այսօր է ազատագրվելու օր։ Ամեն։ Եթե մտածում ես, որ բժշկվելու կարիք ունես, այսօր է բժշկվելու օրը։ Եթե մտածում ես, որ մաքրվելու կարիք ունես, այսօր է մաքրվելու օրը։ Որովհետև այսօր ես, որ դու լսում եւ այսօր դու կընդունես։ Սա Աստծո կամքն է, սիրելիս։ Սատանան միշտ ու միշտ ինքը մտածում ու երազում է, որ կարողանա քեզ համոզի, որ դու կարողանաս ասել, որ հետո կանեմ։ Կիսատ կթողնեմ։ Լավ, հետո կծառայեմ, հետո էս կանեմ, հետո այն կանեմ։ Եթե եկեղեցում հովիվը առաջնորդը քեզ մի բան է առաջարկում, որ սա արա, եւ դու մի անգամից չես ասում այո, գիտես ինչ, դու հետաձգում ես քո օրհնությունը։ Աստծո համար որոշի ասա, ես որոշում եմ ասում եմ, ինչ որ Աստծուց գալիս է ինձ, ես պետք է ասեմ այո եւ ամեն, ամեն։ Ասա այո եւ ամեն, Տեր։ Քեզ էս է ասում եկեղեցին, ասա այո եւ ամեն։ Երբ որ մենք այո եւ ամեն ասում ենք Աստծուն, դա նշանակում է, որ մենք այսօր գնում ենք այդ գործի մեջ։ Դա նշանակում է, որ մենք այսօր գնում ենք այդ ընթացքի մեջ, գնում ենք այդ փուլի մեջ։ Եվ երկու դեպքում էլ սիրելի եղբայր եւ սիրելի քույր, եթե քեզ շատ կգովեն, շատ մի լավ զգա քեզ։ Եթե քեզ շատ կանարգեն, քեզ շատ վատ մի զգա։ Սա շատ կարևոր է, սիրելիներ։ Մենք ուզում ենք, որ միշտ մեզ գովեն, բայց գիտես ինչ պետք չէ։ Մեկ օրվա մեջ կարող են քեզ գովեն, մեկ օրվա մեջ կարող են քեզ անարգեն, բայց դա կարևոր չէ։ Կարևորը այդ մեկ օրվա մեջ դու նրան ծառայես, ամեն։ Այդ մեկ օրվա մեջ կարողանաս ասել, Տեր, ես այսօր քեզ համար գործ ունեմ։ Դրա համար սիրելիս, եթե որևէ մի գլխացավ ունես, ճնշման խնդիր ունես, որևէ մի հիվանդություն ունես եւ ասում ես մի օր կբժշկվեմ, ուզում եմ, որ սա ճեղքում գա քո մեջ, ասա այսօր կբժշկվեմ։ Ամեն։ Ասա հիմա կբժշկվեմ։ Հենց հիմա, Տեր։ Հիսուսը գիտես ինչ, հենց այսօրվա եւ հիմայի պատասխանն է։ Հենց հիմա, հենց այսօր։ Եվ երբ որ այս դիրքը մենք ունենում ենք, մեր կյանքի մեջ փոփոխություն գալիս է։ Ծուլության մասին չեմ ուզում ակնարկեմ, հավատում եմ, որ մենք չենք սիրում ծուլությունը, եւ մենք սիրում ենք Աստծո համար գործանելը եւ աշխատելը։ Տերը օրհնի սիրելիներ, ես խնդրում եմ, որ բոլորս ոտքի կանգնենք, եւ միաբան աղոթենք եւ ասենք, Տեր, այս օրը դու ես տվել։ Եվ այս օրը ես ուզում եմ այս օրվա մեջ քեզ ծառայեմ, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Տեր, մենք աղոթում եւ խնդրում ենք, որ դու մեզ հայտնություն տաս, որ իրականում մենք ունենք այս օրը։ Եվ անցյալը եւ ապագան մերը չէ։ Այսօրն է մերը, Տեր։ Եվ այս օրվա մեջ մենք ուզում ենք քեզ համար պտուղ բերենք, Տեր։ Մենք գիտենք, որ մեր կյանքն էլ մի օր է քո առջև իմաստված։ Եվ մենք ուզում ենք այս օրը ապրենք այնպես, ինչպես որ քեզ արժան է։ Հալելույա Հիսուս, հալելույա։ Տեր, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու մեր համար ամեն օր մանանա ունես։ Շնորհակալ ենք, որ դու մեզ համար ամեն օր օրհնություն ունես։ Շնորհակալ ենք, որ դու մեզ համար ամեն օր ազատագրվելու եւ փրկվելու բաց դուռ ունես։ Եվ մենք ասում ենք, այս օրը չենք կորցնի։ Մենք ասում ենք, այո, այս օրվա մեջ, այս վայրկյանի մեջ, այս պահի մեջ մենք մեր ձեռքերը ուղղում ենք դեպի քեզ եւ հավատում ենք, որ դու մեր ձեռքից կբռնես, Տեր։ Եվ հավատում ենք, որ դու մեր ընկած տեղից կհանես։ Եվ դա կանես նույն վայրկյանին, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք հզոր ու փառավոր Աստված։ Շնորհակալ ենք մեծ ու ամենակարող Աստված։ Փառքես, 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 Տեր։
Քո պատասխանը մեռնողին այս է, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Քո պատասխանը հիվանդին այս է, այսօր բժշկված կլինես։ Քո պատասխանը ընկածին այս է, այսօր կկանգնես։ Եվ մենք ասում ենք այո Տեր։ Մենք այսօր հռչակում եւ ասում ենք. մենք մեր այսօրը տալիս ենք քեզ։